բազմանիշ թվերի անվանումները։ Այսինքն, այսօրվա մեր դասի նպատակն է դուք վարժ կարողանալու եք կարդալ բազմանիշ թվեր, գրեք բառերով, գրվածը գրեք բառերով և բառերով գրվածը գրեք թվերով։ Ծանոթանալու եք նոր դասի և ամրապնդելու եք կարգերի մասին մեր գիտելիքները։ Պարզ եք երեխաներ, հասկանալի, կարծում եմ դասի ապրեք, ձեր ձեռքերը տեսա որ հասկացեք, շատ ապրեք, դե ինչ եսնում ենք։ Կարծում եմ դասի թեման ձեզ հուշեց, թե ինչի մասին ենք այսօր խոսելու, ինչ ենք գրելու։ Այ, որ մենք խոսեցինք բազմանիշ թվեր, ով կարող է ասել, որոնք են բազմանիշ թվերը։ Ինչ ենք հասկանում բազմանիշ թվեր ասելով։ Նարեկ ջան։ Բազմանիշ թվերը այն թվերն են, որոնք գրվում են 3, 4, 5, 6 և ավելի թվանշաններով, այո, նիշերով և ավելի թվանշաններով, ճիշտ է։ Այո, այսօր մենք սովորելու ենք կարդալ և գրել բազմանիշ թվեր։ Հիմա ուշադիր լսում եք։ Նարեկն ասաց 3, 4, 5, 6, 7 և ավելի նիշերով գրվող թվեր դրանք բազմանիշ թվեր են։ Ես հիմա գրում եմ։ Հապա նայում ենք գրադարտակին բոլորս, քանի նիշ է պարունակում այս բազմանիշ թիվը։ Ասա մարդ, այս բազմանիշ թիվը պարունակում է 6 նիշ։ 6 նիշ, ճիշտ է։ Ինչպես կարդանք, որ մեզ համար հեշտ լինի երեխաներ։ Նախ, մենք ես քիչ առաջ ասացի, որ մենք ծանոթանալու ենք դասերի և խորացնելու ենք, չէ՞, մեր գիտելիքները կարգերի վերաբերյալ։ Նախ տեսնում ենք, որ 6 նիշ է պարունակում այս բազմանիշ թիվը։ Որպեսզի մենք հեշտությամբ կարդանք, նախ մենք պետք է դասերը առանձնացնենք, բաժանենք դասերը։ Մենք այսօր ծանոթանալու ենք նաև հազարավորների դասի, որովհետև բազմանիշ թիվը պարունակում է հազարավորների դաս։ Նայեք այստեղ, սա միավորների դասն է, այստեղ ցույց տա, սա միավորների դասն է, սա հազարավորների դասն է։ Տեսնում եք այստեղ միավորների դասը պարունակում է քանի կարգ։ Մենք սա անցել ենք, եռանիշ թվերը անցնելիս մենք սա գիտենք։ Միավորների դասի կարգերը ով կարող է ասել, որոնք են, ասա տեսնեմ Հայկ ջան։ Միավորների կարգերը Դասի կարգերը միավոր, տասնավոր, հարյուրավոր։ Հիմա այսօր մենք սովորելու ենք նաև երեխաներ հազարավորների դասի կարգերը։ Հազարավորների դասը պարունակում է 3 կարգ։ Հազարավոր, 10 հազարավոր, 100 հազարավոր։ Հիմա այս ասվածը ես բազմանիշ թվի վրա եմ ցույց տալիս։ 3 նիշը այս սա միավորների դասն է, այս 3-ը հազարավորների դասն է։ Իսկ ինչու դուք չեք հարցնում, Գեր Հարությունյան, ինչու եք շրջանակի մեջ վերցրել։ Ուրեմն ես առանձնացրել եմ ինչերը։ Ինչեր եմ առանձնացրել։ Ինչեր եմ դասերը, ճիշտ է, տեսնում եք, սա միավորների դասն է 324-ը, 675-ը որ դասն է, հազարավորների դասը։ Ուրեմն երեխաներ, դասերը առանձնացնելու համար մենք աջ կողմից հաշվում ենք 3-ական թվանշան և առանձնացնում ենք։ Հասկանալի է, ով է ուզում կրկնել, Մարիա։ Դասերից մենք առանձնացնենք։ Դասերը առանձնացնելիս աջ կողմից մենք հաշվում ենք 3 դաս և կերպը։ Չէ, 3 դաս չէ։ 3 թիվ։ Այս թվերը ինչերն են։ Միավորների դասի միավորների քանակն է սա, այո, առանձնացնում ենք և կետերը չեք դնում։ Այդ կետը նշանակում է 1000։ Ահա, այո, մենք առանձնացրեցինք, ուրեմն մենք կարդում ենք հազարավորների դասում եղած միավորների քանակը, հետո կարդում ենք միավորների դասում եղած միավորների քանակը։ Հասկանալի է, իսկ ինչ եք կարծում, սա ինչին է նպաստում։ Այդ
առանձնացնում ենք դասերը։ Էմիլի ջան, ինչի՞ն ես նպաստում։ Մենք կարողանում ենք ավելի հեշտ կարդալ թիվը։ Շատ ապրեք, մենք կարողանում ենք հեշտությամբ կարդալ այս թիվը։ Ես ուզում եմ փորձեք, ով է ուզում կարդալ այս թիվը։ Անկելինա, կարդալ դրանախտին գրված թիվը։ 675,324։ Հիմա Էմիլի, խնդրում եմ մոտեցի, Էմիլի մոտեցի, Աշոտ մոտեցի, այստեղ գրված այս նշաններով պաստառի վրա հավաքվում եք այն բազմանիշ թվերը, որ ձեր ընկերները կասեն, Մարկ բազմանիշ թիվ ասա, դու ես հավաքելու։ 500,394։ Դու գրի այդ տվանշանը մինչև ինքը կհավաքի։ 500,394, 500,000, եղեցիկ ենք գրում, 500,394, 394, շատ ապրես։ Հիմա դու հավաքի պաստառի վրա։ Երեխաներ, Աշոտը ճիշտ է գրել Մարկի ասած բազմանիշ թիվը։ Ճիշտ է գրել, հիմա բարձրաձայն կարդա։ 500,394։ Շատ ապրեք։ Խնդրում եմ, Համլետ դու ասա, բազմանիշ թիվ ասա, թող Աշոտը հավաքի պաստառի վրա։ 963,000, էլա մոտեցի դու տվանշանը գրի։ 963,000, 963,000, 963,000, հետո 836։ Շատ ապրես, հիմա կարդում ես։ Բայց դու չես ակիզնասվել դասերը, որ հեշտությամբ կարդաս։ Չէ, մենք կետով ենք առանձնացնում։ Կետ ենք դնում, էլա։ Կարդա թիվը, բազմանիշ թիվը կարդում։ Կողք ես կանում և ցույց ես տալի մատը դրան։ 830, ճիշտ է գրված։ Այո, շատ ապրեք։ 836 Աշոտ, 836։ 800, հիմա կարդա, սա, դե կարդա, կողք կանգնի, որ բոլորը տեսնեն տղաս։ 963,836։ Շատ ապրես, նստեք։ Լավ, բավական է երեխաներ, ես մեկ անգամ ևս տեսեմ դուք հասկացաք, ով կարող է ասել դասերը, ով կարող է ասել, մենք այսօր որ դասերի ծանոթացանք, Մարիա։ Հազարավոր, 10,000-ավոր։ Չէ, դասերը, Մարիա ջան, դասերը։ Դու կարգերն ես ասում։ Միավոր, Մարիա, դասերը։ Ով է ուզում օգնել, Անի ջան։ մենք այսօր ծանոթացանք միավորների դասին և Հազարավորների դասը։ Միավորների դասը գրիքոր քանի կարգ է պարունակում, յուրաքանչյուր դաս պարունակում է 3 կարգ։ Միավորների դասի կարգը Միավորների դասը պարունակում է 3 դաս։ կարգ։ 3 կարգ։ Ասա։ Միավորների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ։ Խնդրում եմ դու շարունակի, հազարավորների դասը քանի կարգ է պարունակում։ Հազարավորների դասը պարունակում է 3 կարգ։ Հազարավորների կարգ, 10,000-ավորների կարգ, 100,000-ավորների կարգ։ Շատ ապրեք։ Բաց ենք անում դասավետքերը, երեխաներ, բաց ենք անում դասավետքերը։ Կարդում ենք 392 առաջադրանքի բազմանիշ թվերը։ Նորից եմ ասում, 392 թվի առաջադրանքի ներողություն բազմանիշ թվերն են կարդում։ Մատը դնում ենք վրան, որ շարունակելով կարդալու ենք։ Անգելինա ջան, կարդ առաջինը։ Անգելինա։ 6,510։ Կեց ես Անգելինա, շատ ապրես։ Էմա։ 6,200։ Շատ ապրես։ Մարկ։ 6,500։
25,000, Էմիլի, 512,000, Արթուր ջան, մյուսը կարդա, կարդա Արթուր, կարդա թիվը, 312,000, ճիշտ կարդա Արթուր ջան, ճիշտ կարդա տղաս, կարդա, 512,000, ահա, 208, 512,200, Անդի կարդա, 600,000, որպեսզի ես համոզվեմ, որ դուք այսօրվա դասը երեխաներ լավ եք յուրացրել, ինքնուրույն կատարում են 391 առաջադրանքը, պահանջը ով է կարդում պահանջը, էլա կարդա պահանջը, այո, կարդա թվերը և դրանք գրիր թվանշաններով, ինքնուրույն են սա կատարում երեխաներ, բայց մինչև ինքնուրույն կատարել, ես ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել, որ 11-ից մինչև 99 թվերը գրվում են միասին, իսկ 99-ից հետո գրվում են առանձին բաղադրիչները, պարզ է երեխաներ, դե հիմա սկսում ենք աշխատել, աշխատում ենք ինքնուրույն, հիշում եք, գրում եք մաքուր, ուշադիր եք կարդում, որ ճիշտ գրեք։ Շրջում եմ և ստուգում եմ բոլորի ինքնուրույն կատարած աշխատանքները։ Կեցես, շատ ճիշտ ես գրել և շատ մաքուր է աշխատել, ապրես Դիքոր ջան։ Ապրես։ Հուսափում եմ ջնջունների դելա ջան, ճիշտ ես գրել, բայց ջնջուններ չանեն, հա հաջորդ անգամ, ապրես Մարև ջան։ Անգելինա, ջնջուններ չես անում, վանշաները երեցիկ ես ունում, ապրես Աշոտ ջան։ Եկեք մի հատ անդրադարձ անենք, ինչ սովորեցինք այսօր այս դասին։ Ինչ սովորեցինք այսօր այս դասին։ Արթուր, Մենք այս դասին սովորեցինք, որ բազմալից թվերը գրվում են 3, 4, 5, 6, 7 և ավելի թվերը։ նիշերով, այո, թվերով։ Էլ ինչ սովորեցինք, խնդրեմ Աբրահամ։ Դասերի բաժանումը սկսել արջից ծակ երեխական թվանշանները։ Շատ ապրեք, դասերի բաժանը, ճիշտ է, էլ ինչ սովորեցինք Համլետ ջան։ Բազմանից չերը կարդալ։ Կարդալ և գրել, և այո, բազմաշտվել, կարդալ և գրել։ Երեխաներ, մենք հասանք մեր վերջնարդյունքի։ Մենք կարողանում ենք կարդալ և գրել բազմանիշ թվեր։ Հիմա նշում եք տնային ապրեք բոլորը, շարունակում եք այդպես աշխատել։ Եղավ երեխաներ։ Տնային առաջադրանքի համար վերցնում եք 393 առաջադրանքը։ Այստեղ գրված է կարդալ աղյուսակում գրված թվերը, բայց դուք բաժանելու եք առանձին դասերի և գրելու եք, թե յուրաքանչյուր դասի կարգի միավորը որդին է։ Պարզ է երեխաներ, յուրաքանչյուր կարգի միավորը
որ թիվն է։ Առանձնացնում ենք հազարավորների դաս, միավորների դաս եւ յուրաքանչյուր դասի կարգում եղած միավորների քանակը։ Պարզ է երեխաներ։